կառավարություն, որտեղ հարուստի երեխաները չեն ազատվի բանակից, քաղաքացիությունից հրաժարվելու կամ կեղծ առողջական թղթեր սարքելու կամ երկիրը լքելու կամ ուսման մեծելու կամ այլ պատրվակներով եւ ծառայությունը բաժին չի հասնի միայն մեծամասամբ սոցիալապես խոցելի խավերում գտնվող անձանց համար։ Ուզեցել եմ, որպեսզի մենք այս մարդկանց բերենք ծառայության պարտադիր եւ նաեւ նրանցից մեծ գումարներ հավաքագրենք, ինչը կուղենք ամբողջ ժամկետով ծառայող զինծառայողներին։ Ինչու թիմը դեր այդ մտահոգությունները չի հասկացել կամ ինչու չընդունեց։ Թիմը նախագծին կողմ է եղել, նկատի ունեմ վարչապետին եւ կառավարությանը, կարող եք նայել 2025 թվականի մայիսի 22-ի կառավարության նիստը, որտեղ պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, վարչապետը նիստվարով պաշտպանում են օրենքի նախագիծը եւ միաձայն ստանում են նախագիծը դրական եզրակացություն։ Վարչապետը Դրանից հետո թիմին համոզել։ ինչ է տեղի, կարճ ասեմ ինչ է տեղի ունեցել։ Նախագիծը, որը որ դրական եզրակացությունը եկել ազգանշվող, Քոչարյան Անդրանիկին ինձ ասել է, ես գնում եմ Ամերիկա գա, խոսացել եմ կառավարություն, նախարարի հետ, բոլորը կողմ են, շատ լավ նախագիծ է, գնում եմ Ամերիկա գա, անցկացնենք նախագիծը։ Ասել եմ պարոն Քոչարյան ջան, եթե դու գնաս Ամերիկա, այս օրենքը 6 ամսով հետաձգվելու է, որովհետև մենք մինչև նստաշրջանի ավարտը ժամանակ չունենք, մենք պետք է այսօր լիստ անենք, որ մինչև ամառային զորակոչ այս խնդիրները լուծենք, ամեն օր 8 հոգի քաղաքացիությունից հրաժարվում է, եւս մի այդքանն էլ առողջական թղթերով են ազատվում, այսինքն ամեն օր որ հետաձգվի, մենք դոք ենք գործնել։ Բացի դրանից, եթե քանի արդեն քննարկումներ սկսել ենք, մարդիկ տեմպը արագացնելու են, այսինքն առողջական թղթեր սարքելու եւ քաղաքացիությունից հրաժարվելու տեմպը աճելու է։ Հիմա մենք պետք է դա անենք։ Ասես չէ, ես գնում եմ Ամերիկա կամ նոր կանում, առանց նիստը չանեք, ասել եմ, խնդրում եմ, մենք առանց քեզ մի հատ նիստ անենք, կգաս երկրորդը իրար հետ կանենք։ Ինքը ասեց, չէ, մի արեք, ես կգամ, պետք է լինի 24 ժամյա ռեժիմով նախագիծը կանցկացնենք, կողմ են բոլորը։ Ինքը գնում է Ամերիկա, դրանից հետո մենք նիստ ենք դնում, նիստը չկայանում, որովհետև թե որում չի լինում հայտնի պատճառներով, որտեղ նաև ինքն է մասնակցություն ունեցել։ Դրանից հետո որ ինքը չեմ ուզում շատ բացել։ Այո։ Դրանից հետո երբ որ վերադառնում է Քոչարյան Անդրանիկը, երբ որ վերադառնում է, սենց անում։ Ասում ես ի՞նչ նախագիծ է։ Առաջարկում ես բանտից կարող մարդկանց տակ աշխարհը։ Ասում եմ պարոն Քոչարյան, մենք իրար պայմանավորվել ենք։ Վարչապետի ներկայությամբ ներկայացրել են։ Մենակ վարչապետի չէ, երկու փող վարչապետի, աշխատակազմի ղեկավար, գլխավոր շտաբի պետ, ԱԱԾ տնօրեն, քննչական կոմիտեի ղեկավար, գլխավոր դատախազ, մի քանի նախարարներ ու փոխնախարարներ, այդքան մարդու ներկայությամբ նախագիծը ներկայացրել եմ դեռևս 24 թվականին։ Այդտեղ նստած ես եղել, դեմ կարծիք չես արտահայտել։ Մինչ գերատեսչական հանձնաժողովը ձևավորվել վարչապետի որոշումով, դու հանձնաժողովի մշտական անդամ ես, բազմաթիվ նիստեր են կարել, 6 ամիս քննարկել են, մի անգամ չես ասել դեմ ես։ Ամերիկա գնալուց առաջ ասել ես կողմ են։ Հիմա հետեսեկի ինչ առանց քեզ նիստ են կարել, ասում ես դեմ, ասացա դեմ եմ, ես տենց եմ քվարկելու։ Ու դրա արդյունքում նախագիծը տապալվեց։ Ինչ տեղի ունեցավ նախագծի տապալմամբ։ Քաղաքացիությունից հրաժարվողի թիվը 44%-ով աճեց։ Մինչև 2008 տարեկան հրաժարվում թիվը դառավ 3000 մոտավոր, մի քիչ։ Այդ մտահոգությունները կներեք, բանակի այս հարաբերական խնդիրները կան։ Ստացվում է մենք անձնական ամբիցիայի պատճառով բայց արդեն միայն Անդրանիկ Քոչարյանի Նիկոլ Փաշինյանը ես հիմա պատմում եմ թե ինչա տեղի ունեցել ես թե ինչ են պայմանավորվել թե ով ումա զանգել ասել դեմ քվեարկել կամ ինչա կազմակերպել ես դա չեմ կարող ասել ես մի բան գիտեմ որ նախագիծը ըստ իս վարչապետը հավանել էր եթե հավանած չլիներ միշտ գերատեսչական ինձ ուղիղ չի ասել սպասեք ավարտեմ ինձ ուղիղ չի ասել բայց քանի որ իմ խնդրանքներին միշտ ընդառաջ է գնացել վարչապետը հանդիպումներ քննարկումներ կազմակերպել է աշխատանքային խումբ է ձևավորվել իր որոշումով ես գտնում եմ որ ինքը տրամաբանական է համարել եւ նաեւ քանի որ կառավարությունը տվել է դրական եզրակացություն բնականաբար եթե վարչապետը դեմ լիներ վարչապետը դա չէ ես նշում որ կառավարությունը ես չէր կարող վարչապետը դեմ լինել ու կառավարությունը դա դրական